Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Բախտիար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Նա միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում էր, ձերբակալվել էր այս տարվա հունիսին։ Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ էր հայտարարվել անցյալ տարի։ Իրանը կտրականապես բացառել է Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրով նախատեսված 60-օրյա ժամկետը երկարաձգելու շուրջ որևէ բանակցության հնարավորությունը, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։ Թեհրանն իր քաղաքականությունը չի ձևավորում ճնշումների կամ արհեստական ժամկետների պայմաններում, բացի այդ, հուշագրի տեքստում 60-օրյա ժամկետ սահմանող դրույթ չի եղել։ Բաղայիի խոսքով ԱՄՆ-ն ի սկզբանե որպես պատերազմը սկսելու պատճառ վկայակոչում էր Իրանի այսպես կոչված անմիջական սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտությունը, սակայն հենց Պենտագոնն է հերքել այդ պնդումը, հայտարարելով, որ նման սպառնալիք չի եղել։ Իրենք իրենց ճահիճն են գցել եւ ձախողումներն արդարացնելու համար ստիպված են փոխել իրենց նպատակները, նկատել է Բաղային։ Դոնալդ Թրամփը գոհ է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի ստորագրած պաշտպանական համաձայնագրից։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը համախմբվում, որ երկրները վերջապես կկարողանան ավելի արդյունավետ պաշտպանել իրենց։ Սա խոշոր եւ համարձակ առաջին քայլն է, գրել է Թրամփը։ Թեև համաձայնագրում նշված է, որ այն ուղղված չէ Թեհրանի դեմ, սակայն ակնհայտ է, որ կնքվեց Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի արաբական այլ երկրների վրա Իրանի հարձակումների ֆոնին։ Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին Մեքքայում, պատերազմի ամենաթեժ օրերին։ Կողմերը նշել են նաեւ, որ այն նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, ըստ որի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների դեմ։ Պակիստանը հայտնել է Եգիպտոսի եւ այլ երկրների միանալու հավանականության մասին։ Սեուտայում դեռևս մնացած միգրանտները բողոքի ակցիա են իրականացրել եւ ապաստան պահանջել Իսպանիայից։ Հարյուրավոր միգրանտներ ողողել են լողափերից մեկն ու պահանջել իշխանությունից Մարոկկո ուղարկելու փոխարեն իրենց կացարան տրամադրել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են Իսպանիայի դրոշներ, ինչպես նաեւ մենք նույնպես մարդ ենք գրություններով պաստառներ։ Շաբաթվա սկզբին ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած միգրանտներին թույլ չի տրվի մնալ անկլավում, մեկնել Իսպանիայի ցամաքային հատված կամ ստանալ օրինական կարգավիճակ, բացառությամբ ծայրահեղ դեպքերի։ Աննա Հակոբյան, Էպիկենտրոն։